Տվորչեսկի ստուպր ունեցել ես, թե ոչ, ոնց ես դուրս եկել։ Այս հարցը մի անգամ էլի տվեցին ու շատ եմ սիրում, ասում են դեպրեսիայի մեջ ես ընկնում, ինչ ես անում։ Ընկնում եմ դեպրեսիայի մեջ։ Դեպրեսիայի, չէ, այլ որ նստում ես նկարելու, չունես ցանկություն։ Ամեն ինչի ցանկություն կա, անուն ինչ ուզում ա դնենք, միտքը նա, որ լավ, չի ստացվում գոնե, կամ չես ուզում, կամ չգիտեմ, ինչ որ մի բան ներսդ խառնա։ Եթե սենց շատ խտացնենք գույները, վայելում եմ այդ վատ բանը, չգիտեմ, ինչքանով էր պարզ, այսինքն վայելում եմ դեպրեսիան։ Շատ պարզ էր, որ դու ամեն ինչ ունեցես, մետը դրանից էլ ունենա։ Իհարկե, պարտադիր է, իսկ ով է ասել, դու որ պետք է ամեն օր քնիցդ հելնես, սենց մուսատ քեզ խեղդի ուտի, ու հիմա արդեն հստակ ասեմ ինչ նկատի ունեի։ Կար մի ժամանակ, որ եթե ես 1 օր չէի նկարում, ես ինձ ազգի դավաճան էի զգում, սենց ներսումս ինձ ով ես դու էլի, որ չես նկարում, ինչ ես ուզում բա սենց անես։ Հետո եղավ ժամանակ, որ 1 օրից ավել չնկարեցի, պատկերացնում ես այդ ազգի դավաճանի խորանարդն է ու սենց Եվ վերջում, մինչև 2026 թվականը 17 ամիս չեմ նկարել։ Այսինքն ցուցահանդեսն արել եմ 24 թվականին, 26-ին առաջին ամսում սկսեցի նկարել։ 17 ամիս, որ ես չեմ նկարել։ Այդ նույն մարդն ով 1 օր չէր նկարում, իրան ազգի դավաճան էր զգում։ Հետևաբար, բայց ինչ էր կատարվում, էլի, ոչ թե, չգիտեմ, ինչ որ sense դեպրեսիա էր, ոչ թե ինչ որ ստուպր էր, չէ, տենց չի։ Ուղղակի ես հասկանում որ դադար է պետք, ու նորմալ է որ դադար է պետք։ Այդ ընթացքում ես ուսումնասիրում էի, չգիտեմ, արվեստը, հա, ինչ որ քանդակով էի տարված, բայց դա նորմալ է որ տենց պետքա լինի։ Սենց է, որ եղել է գոնե մեկ դեպք, որ ասեմ, ես всё, սպառվել եմ, ամենայն անկեղծ եմ երբեք։ Ու գիտես խի, որովհետև հիմա 2026-ն է, չէ՞, մոտավորապես ապագա մոտ մի 5 ցուցահանդես ես պատրաստած ունեմ իմ գլխում։ Այսինքն մոտավորապես ես մի 100 կտավ ունեմ այստեղ արդեն նկած, ուղղակի այստեղ այնքի մատերիալի ոչ մի տեսակ չի։ Ընդհանրապես միտք է։ Այսինքն պատկերացնում ես, չէ, ինչքան գաղափարներ կան, բայց մոտավորապես, էլի, բայց որ նկարել ես չի ստացվել, այ դա մի հատ վիճակ է, որը ինձ, չգիտեմ, սարսափելի է հունից հանում,